Լույս բարի սիրելի հեռուստադիտողներ, կենտրոնում առավոտ է, մենք սկսել ենք մեր աշխատանքը ուղիղ եթերում, իհարկե առաջարկելով միանալ կենտրոնի առավոտին, որտեղ բոլոր առումներով փորձում ենք հագեցած պահել ձեր առավոտը։ Այսօր իհարկե ոնց հասկանում եմ եղանակը գնալով տաքանում է, ասում են, որ Գագիկ Սուրենյանը իր էջում գրել է, որ 10 օր լինելու է ջերմ եւ պայծառ եղանակ, ես չգիտեմ այս 10 օրերի ընթացքում կարելի է գայթակղվել եւ դուրս բերել ամառային հագուստը, որից հետո միևնույն է հետ ենք պահելու, բայց ինչու ոչ, եթե մեզ տրված է 10 օր վայելել տաք օրեր, ուրեմն պետք է օգտվել այդ իրականությունից, որովհետև ըստ երևույթին երևի թե հետո նորից կփոխվի եղանակ, ինչպես բնորոշ է մարտին։ Այսօր ցերեկը +9-ից մինչև +11 աստիճան տաքություն է լինելու մայրաքաղաքում, երեկոյան 3-ից 5 աստիճան, գիշերը դե վատ չէ, -1-ից +1։ Այնպես որ լավ եղանակն էլ իհարկե շարունակվում է մեր տրամադրության հետ միասին, որտեղ կլինեն նախ շատ հետաքրքիր հյուրեր, էլի կարևորի մասին ենք խոսելու, բայց չեմ ուզում միանգամից ամբողջ ինֆորմացիան տալ, որովհետև այն հյուրերը, որոնք կլինեն այսօր այստեղ, լավ հուշում անեմ, որ սպառապետի մասին, Վազգեն Սարգսյանի մասին ենք խոսելու, նրանք ովքեր պարբերաբար իհարկե համացանցում իր խոսքերը առիթ են ունենում լսելու, այն կարևոր խոսքերը, որ ինքը բարձրաձայնում է հայրենիքի մասին, պատասխանատվության մասին, անտարբերության հանդեպ իր այդ վախի մասին, այս ամենը իհարկե կներկայացնեն այն մարդիկ, ովքեր էլ ավելի լավ են ծանոթ եղել նրա տեսակին, եւ իհարկե մշակութային իրադարձություններ են տեղի ունենալու։ Դե համեն խոհանոցը ինչպես միշտ մեզ հետ է, Վահային ասենք բարի լույս։ Բարի լույս։ Լավ ես։ Լավ, դու ինչպես ես։ Շնորհակալ եմ, ինչ ենք ուտում այսօր։ Այսօր ուտելու ենք Կիլիկիայի շրջանի օրուխ կոչվող ճաշատեսակը, շատ հետաքրքիր է, այն կարելի է համարել որպես այդպիսին կոտլետ, որովհետև նման է կոտլետի, այսպես ասեմ, տեսքով, բայց համային տարբերությունը միանշանակ կա, որովհետև այստեղ շատ հետաքրքիր բաղադրիչներով ենք դա պատրաստելու, ուրեմն մեզ դրա համար անհրաժեշտ է տավարի միս կրկնակ աղացված տարբերակով, որովհետև մեկ տարբերակով եթե աղանք, քանի որ ունենք այստեղ բլղուր, բլղուրի հետ չի համասերվում, եւ հետաքրքիր է, որ ինչպես պետք է բլղուրը նախապես թրջել պետք չէ, պետք է ուղղակի տաք ջուր լցնել վրան եւ աղացած սոխ կամ քերված սոխ, որ ջրային զանգվածը դուրս գա, լավ շաղախելու ենք բլղուրը եւ սոխը համեմունքների հետ, որպեսզի ստանա կպչունություն, այսինքն այնտեղ մի պահ է գալիս, երբ որ իր մեջ եղած օսլան դուրս է գալիս եւ այդ կպչունությունը մենք զգում ենք, որպեսզի մսի հետ լավ կպչի։ Հետո շաղախում ենք իհարկե մսի հետ եւ պատրաստի գնդիկներ ենք պատրաստում, որի մեջտեղը պետք է փոս անել։ Այն թխվում է ջեռոցում, այսինքն պատրաստվում է ջեռոցում եւ կենտրոնի հատվածում, երբ որ արդեն կիսապատրաստ վիճակում է լինում, դնում ենք փոսիկի մեջ կարակ, որպեսզի ինքը ներծծի ամբողջությամբ, որովհետեւ գիտենք, որ բլղուրը եւ մսի հարաբերակցությունը, քանի որ այս դեպքում յուղոտ չէ միսը, ինքը մի փոքր չոր է ստացվում, հաշվի առնելով, որ ջեռոցում է, ոչ թե օրինակ ձիթայողի մեջ է պատրաստվում։ Այս դեպքում կարակը դրան փրկում է։ Առանձին սոխառած ենք պատրաստելու, լավաշի շերտ պետք է դնենք, վրան լցնենք այդ սոխառածը եւ այդ գնդիկները շարենք իր վրա ամբողջությամբ։ Այսինքն մատուցման համար շատ հետաքրքիր բան է ստացվելու եւ ասեմ, մատուցվում է քամած մածունի հետ, կիտրոնի հետ եւ այստեղ ունենք կարմիր պղպեղ, որը սոխառածի մեջ ենք ավելացնելու, այսինքն հետաքրքիր բանջարեղենային եւ մսային, կիսամսային այստեղ կարելի է համարել, որտեվ մենք ունենք բլղուրի միախառնում, շատ հետաքրքիր համ է ստացվելու եւ Կիլիկիային բնորոշ, Արևմտյան Հայաստանին բնորոշ ճաշատեսակ է սա, որովհետեւ այստեղ մենք տեսնենք քամած մածունի եւ լիմոնի առկայությունը, մեծամասնությամբ թանձրուկների մեծամասնությունը հայկական հատվածում դա ուրեմն լիմոնի, թթվային այդ զանգվածների եւ քամած մածունի կամ սովորական մածունի հարաբերակցությունն է։ Իհարկե մենք գիտենք շատ այլ, այսպես ասած, թաթխոններ, որոնք որ թաթախել բառից է գալիս այստեղ, մենք խարբերթի թաթխոն ենք պատրաստել, որը ամենահամեղներից մեկն էր ինձ համար, դա բոված տարբեր ուրեմն հատիկեղենի, արևածաղիկ, այնտեղ սիսեր ունեինք, եգիպտացորեն, դրանք աղացած վիճակում ընկույզի հետ, խառնում էին ուրեմն ձիթայուղ
հետը եւ հացով ուտում էին։ Շատ համեղ տարբերակ է, մենք փորձել ենք դրանից, եթե հիշես Անուշ ջան։ Ուրեմն թաթխոնները հիմնականում զուգակցվող տարբերակներ են, որոնց ուղեկցությամբ ճաշակվում է հիմնական բուն ուտեստը, որի համը ել ավելի է կրկնապատկում կամ ավելի թարմացնում է այդ համը, որը որ արկա չէ օրինակ սննդամթերքում, որովհետեւ մենք գիտենք, օրինակ կոտլետի հետ միշտ ինչ որ սոուս ենք օգտագործում, այդ համը ավելի զարգացնելու եւ բացի դրանից այդ չորությունը կոտրելու համար։ Մեծ հաջողությամբ կարող եք հետ տարբեր քաշովի փլավներ պատրաստել, դա կարող է լինել օրինակ խոշոր բլղուր, ինչու եմ նշում խոշոր, որովհետև այստեղ մանր բլղուր ենք մենք օգտագործելու, այնտեղ կարող է լինել, չգիտեմ, հաճարով փլավ, տարբեր տեսակի սնկով համակցված տարբերակներ, այսինքն սա կարելի է համարել փոքրիկ մաս, որը կարելի է զուգակցել մի ճաշատեսակի կամ փլավի հետ եւ ամբողջական ուտեստ ստանալ ընտանիքի հետ ենք համադրելու։ Մենք չենք համադրելու այսօր, քանի որ լավաշի հետ է մատուցվում այս պարագայում, փորձելու ենք մենք օրուխը առանձին, հա, որովհետեւ ինքը առանձին ճաշատեսակ է ամեն դեպքում, բայց ես կարող եմ առաջարկել, որպեսզի ասենք, եթե հյուրեր կան եւ ընտանիքի անդամները շատ են, կարելի է դա զուգակցել որևիցե փլավի հետ, որ քանակը շատանա եւ ավելի այսպես հետաքրքիր համադրություն ստացվի։ Ասում եմ, ես չգիտեմ Դավիթը սոխից ինչքանով կբողոքեր, ինչքանով ոչ, ինձ համար ինձ թվում է շատ հետաքրքիր է, անգամ հիմա մտքովս անցավ, նայեմ process-ը տեսնեմ ոնց է, ես էլ առիթ ունենամ պատրաստելու տանը, որովհետև հիմա ես օրինակ չգիտեմ, ավելի թեթև մի բանի հետ կհամադրեի, որովհետև արդեն դեմիսը կա, բլղուրը կա ու հիմա հենց հասկացա, որ հեշտ է պատրաստման եղանակը, գուցե անեմ։ Իսկ հետո ասում եմ, իհարկե համի մասին կպատմենք ձեզ սիրելի հեռուստադիտողներ, կկիսվենք մեր կարծիքներով։ Շնորհակալություն։ Անցնենք առաջ, քանի որ իհարկե համացանցում հատկապես կրքերը չեն հանդարտվում Օսկար մրցանակաբաշխության վերաբերյալ ամենատարբեր տեքստերը, ինձ թվում է եւ միայն Հայաստանում կարելի է տեսնել այդ ձևակերպումները, նախանձախնդրության եւ ոչ, ուրախացեք, ինչի չեք ուրախանում հայերի հաջողություններով եւ այս տեսակ ձևակերպումները ինձ թվում է միայն մեզ մոտ է հնչում, բայց արի ուտես, որ այնուամենայնիվ այս ժամանակին շատ հետաքրքիր ինձ թվում է թե կարելի է այսպես ասել մշակութային իրադարձությունը, որտեղ ներկայացվում էին լավագույն ֆիլմերը, որոնք իրականում կարող էին այսպես ասած հայտ ներկայացնել այդ մրցանակաբաշխությանը առհասարակ ցանկում լինելու շատ երկար ժամանակ է արդեն, որ վերածվել է մի տեսակ ինչ-որ քաղաքական քննարկումների առիթ, չգիտեմ, որ երկրում ինչ թոհուբոհեր են տեղի ունենում, դրա հետ կապեն հաջողություններն ու անհաջողությունները եւ այլն։ Իրականում ասել, որ սրա մեջ ճշմարտություն չկա, թերևս սխալ կլինի, որովհետեւ անկախ Հայաստանի հաղթանակներից շատ տարիներ առաջ չեմ կարող ասել, որովհետև իսկապես այնտեղ չափազանց լուրջ ֆիլմեր էին ներկայացվում, լուրջ արված գործով եւ այլն, բայց վերջին շրջանում մենք անընդհատ առիթ ենք ունենում լսելու ամենահետաքրքիր միջոցառումները, օրինակ, էլի միջազգային մակարդակի միջոցառումներ, որոնք էլ ինչ-որ քաղաքական աստառ են առնում եւ հետաքրքիր է, որ ռուսական իրականության մեջ էլ այսպես ասած այդ շահարկումները սկսվել եւ մարդիկ արդեն սկսել են օրինակ կերպարը ռուս տղայի անալիզի ենթարկել, որ դա կոնկրետ խոսում էր այն մասին, որ դա Ռուսաստանն էր, ինչու ինքը տեքստ չուներ, որովհետև Ռուսաստանը լռում է, իր մոտ պատերազմ է, բայց ինքը լռում է իր հանդեպ եղած բոլոր անարդարությունների, հարձակումների եւ այլն։ Արի ուտես, որ ես չգիտեմ, ինչ համարձակություն է կամ չգիտեմ ինչ ինֆորմացիա է, երբ արդեն այս տեսակ գրառումներ են ունենում մարդիկ, իբր չգիտեմ մշակութային դաշտում գուցե մի քիչ հեղինակություն ունեցող, հիմա չասեմ, որովհետև դրան հակադարձ իհարկե քննադատություններ էլ էին տակը գրվում, բայց այնուամենայնիվ ես հասկացա հետևյալը, չնայած չհասկացա վաղուց եմ սա ֆիքսել, բայց քանի որ որպես դերասան շատ կուզենայի, որ այս տեսակ մշակութային իրադարձությունը առհասարակ զերծ լիներ երբևէ որևէ քաղաքական շահարկումներից։ Առհասարակ երբևէ կապ չունենար որևէ երկրում տեղի ունեցող իրադարձությունների հետ եւ պարզապես իրականում գնահատվեր ֆիլմի որակը, նրա ասելիքը, տեղ գտած դերասանների, չգիտեմ, մասնագիտական այդ աճը,
բացառիկությունը, բայց ոչ միայն կինոաշխարհում, այլ նաև երգարվեստում մենք հիմա տեսնում ենք, որ իրականում կարող են հաջողություններ ունենալ կամ այսպես ասած ամենաբարձր մրցանակները ստանալ շատ առումներով ինչ որ քննադատության ենթարկված մարդիկ, ովքեր, չգիտեմ, մեն մեկն ավելի արժանի էր, որովհետև շատ ավելի շատ գործ է արել, բայց հիմա մի տեսակ այլ չափման միավորներ կան եւ շատ հաճախ ես կարող եմ լսել, որ օրինակ ես տեսահոլովակը կամ ես երգչուհին տարվա կտրվածքով ունեցել է ամենաշատ շրջագայությունները կամ դիտումները եւ այլն, եւ սա կարող է օրինակ ունենալ իր ազդեցությունը մրցանակ ստանալու։ Մինչդեռ ես վստահ եմ, որ բոլորը, բայց քանի որ դրա դեմը ոչ մեկ չի կարող առնել, ու մենք որոշենք, որ դե եկեք գնահատենք օրինակ միայն ձայնը, որովհետեւ մենք տեսնում ենք, հա, մեր անգամ են փոքր մակարդակի երգարվեստում տեղի ունեցող ամենատարբեր միջազգային մրցույթների ժամանակ ինչ որակի հաղթանակներ կարող են լինել։ Բայց քանի որ մենք շատ վաղուց արդեն եկեք ընդունենք, իհարկե գուցե Օսկարը այս ոլորտում ամենաբարձրը, բայց մենք արդեն վաղուց ենք սովոր սպորտում, երգարվեստում, ինչու՞ չէ, գիտական աշխարհում էլ ունենալ բազում լուրջ հաղթանակներ, այսինքն հայը, եւ մեզ համար նորմալ է, որովհետեւ մենք իսկապես գնահատում ենք հայի տաղանդը, մենք հասկացել ենք, որ մենք տաղանդավոր ենք, ինչ որ առումով լավ է, որ աշխարհի դռներն այսքան բաց են այլևս եւ մոտ ենք մենք, մեր փոքր տեսակով մոտ ենք մենք այդ աշխարհի դռներին եւ շատ երիտասարդներ են այստեղ եղել, որոնք ունեցել են էլի շատ փառատոններում, ֆիլմ աշխարհում իհարկե լուրջ հաղթանակներ, որոնց բացահայտել ենք ձեզ համար, ներկայացրել ենք, որոնք էլի շարունակում են գործ անել, շարունակում են էլի իրականում ունենալ բավական լուրջ հարգանք եւ համագործակցություն օտարերկրյա հեղինակություն ունեցող մարդկանց հետ։ Բայց ես կարծում եմ զերծ ենք արդեն երևի թե մեզ պահում ես քննադատություններից, որովհետեւ եթե պիտի ամբողջ աշխարհում լինի սա, այդ դեպքում իհարկե, ինչու՞ չէ, մեզ համար միևնույնն է, թե ինչ չափորոշիչներով են նայում, կարևորը, որ մենք ենք ներգրավված այդ հաղթանակներում։ Որովհետև եթե որ ասում եմ պիտի ունենանք անարդարություն ամենատարբեր տարիներին, որ չգիտեմ, դե շատ տարօրինակ է, որ այսինչ ֆիլմը կամ երգը հաղթեց, շատ տարօրինակ է, որ սրա կողքին կան լուրջ ֆիլմեր։ Ես հիշում եմ, որ ժամանակին որքան էին այդ շահարկումները գնում Լեոնարդո Դիկապրիոյի խաղի վերաբերյալ, որտեղ դուրս եկան բավական լուրջ ֆիլմեր, իսկապես իր բավական լուրջ մասնագիտական խաղով, եւ մենք ամեն անգամ ասում ենք, որ սա քաղաքական է, որ ինքը ունեցել է որոշակի քննադատություններ, բոլորս գիտենք, որ ազգի նկատմամբ եւ դրանից ելնելով իրեն անընդհատ, այսպես ասած, Օսկարից, չգիտեմ, Օսկար մրցանակ չեն տալիս, եւ ի վերջո ինքը ստացավ մրցանակ մի ֆիլմի համար, որտեղ մենք համարում էինք, որ իհարկե դերասանական խաղը ավել չէր, քան մնացածում։ Մի խոսքով այս տարաձայնությունները, տարակարծությունները վաղուց ի վեր սովոր ենք լսելու ամենատարբեր ֆիլմերի նկատմամբ, հետևաբար ես միայն ու միայն ուրախ եմ, որ անկախ ուրեմն այդ չափորոշիչներից լավ է թե վատ է, մենք ենք ստացել այդ մրցանակը։ Թե ինչ ենթատեքստ կտան դրան, ինչ քաղաքական աստար կտան դրան, ինչ գրառումներ կանեն, ոնց կորակավորեն, իրականում այս պարագայում արդեն իրականում միևնույնն է։ Եվ տա Աստված, որ այդ հաղթանակները շարունակվեն, որովհետև ես կարծում եմ, անկախ նրանից ինչից ելնելով է այդ հաղթանակը, կա մի կարևոր բան, որ ամեն մեկս մեր համար պիտի ընդունենք, ամեն մրցանակը, ամեն առաջխաղացումը մասնագիտական պիտի դառնա ուղղակի մեզ համար, այսպես ասած, ուղեցույց էլ ավելի հարյուրապատիկ լավը լինելու հաջորդիվ մեր արած գործում, որովհետև դա որոշակի մի սանդղակ է ձևավորում, որ հաջորդիվ քո արած գործը, անկախ նրանից են նախորդը լավն էր, վատն էր, ինչի համար գնահատվեց, բայց հաջորդիվ քո արած գործը իսկապես պիտի գա քո համար գոնե, ոչ թե աշխարհի, ոչ թե ինչ որ մնացած է, ինքդ քո համար։ Պիտի գաս որոշակի արդեն ինչ որ գնահատականի, որ քո հաջորդիվ գործունեություն է ասպարեզում, ամեն ինչ պիտի անես, որպեսզի ակնառու գրանցվեն որակական առաջխաղացումներ։ Սա ես համարում եմ մարդկային աճ, որովհետև ինձ համար ոչ հաղթանակն է աճ, ոչ էլ ֆինանսական հաջողությունները։
որովհետև եթե մենք դրան խաբվում ենք ու մնում ենք, սկսում ենք դոփել նույն տեղում, մենք հասկանում ենք, որ այդ աճը չենք գրանցում, եւ այս շատ արագ առաջ գնացող աշխարհում մեկ էլ մի օր, այսպես շատ արագ կարող ենք հասկանալ, որ մենք մեր հաղթանակով հանդերձ մնացինք արդեն շատ հետևում։ Եվ դա ամենավտանգավորն է, որ սովորաբար այս հաջողությունները, այս դեպքում եթե կարելի այդպես ձևակերպել, կարող են բերել ներքին ինքնաբավություն ու հանգստություն, ու դու մի տեսակ մինչև որոշես, հասկանաս, մարսես, վայելես, չգիտեմ, ինչ որ հովեր հետը տեղի ունենան, մեկ էլ հասկանաս, որ դու արդեն, չգիտեմ, որտեղ ես հայտնվել, որովհետև մարդիկ առաջ գնացին։ Այսա ամենավտանգավորն է, որ յուրաքանչյուր մարդ, եւ այս մեզ չի վերաբերում, առհասարակ աշխարհում, հա, այն մարդիկ, ովքեր այդ աստղային հիվանդությամբ չեն տառապել եւ շատ արագ կարողացել են այդ համաշխարհային ճանաչումից մի տեսակ sense թափվել, իրենք իրականում իրենց մասնագիտության մեջ էլի անընդհատ աճ են գրանցել եւ անընդհատ տարիներ ի վեր եղել են առաջատար դերում։ Իրենց անունը անընդհատ, այսպես ասած, բարձրաձայնվել է, անկախ նրանից հաղթանակ եղել է թե ոչ, այսինքն մարդը իր անունը անընդհատ պահել է այն հարթակում, որ առիթ ունենան այդ անունը եւս մեկ անգամ հնչեցնելու։ Այսա ինձ համար մասնագիտական աճ է եւ դժվար է, իհարկե, սա ամենօրյա աշխատանք է պահանջում, սեփական անձիդ, մասնագիտական այն ասում են նրբությունների վրա աշխատելու, բայց սա պետք է անել եւ հաստատ անհնար է, որ սա իր արդյունքը չտա։ Եվ ինչքան էլ որ մենք խոսում ենք, որ հաջողություն պիտի մարդու հետ լինի, այո, ինչ որ առումով գուցե դա այդպես է, բայց եկեք հասկանանք, հա, մարդը պիտի իր վրա ունենա աշխատանք։ Մարդը պիտի սիրի իրեն եւ իր ձեռք բերած մասնագիտությունը, որը ընտրել է, իսկ եթե չի սիրում, կարող է փոխել, միշտ ամենառավոտ ասում եկա դրա հնարավորությունը հստակ որոշումներ կայացնելու, բայց եթե սիրում ես անձդ, սիրում ես այն գործը, որ անում ես, հետևաբար ես չեմ համարում, որ եթե մարդը իր մասնագիտության վրա, իր գիտելիքների վրա չի աշխատում, ուրեմն ինքը իրեն սիրում է։ Ես համարում եմ, որ ուրեմն չի սիրում, որովհետև դու առաջին հերթին դա անում ես քեզ համար, իսկ հետո արածդ գործը եւ այդ որակը եւ այդ տարբերությունը եւ այն մի տեսակ առանձնահատուկ տեղը արդեն, որ դու զբաղեցնում ես այդ մասնագիտության մեջ, անհնար է, որ նկատելի չլինի։ Ես գոնե թե, չգիտեմ, սա էլի իմ հովերն են, գուցե ես աշխարհի շատ եմ, որ ասում եմ օրենքներից չեմ հասկանում, բայց ինչքան որ հասցրել եմ հասկանալ, ինչքան որ իմ կյանքի փորձը եւ ինձ շրջապատող մարդկանց փորձը ցույց է տվել, անհնար է, որ մարդը հավատա իր արած գործին, նվիրվի եւ ունենա նվիրումը դա նշանակում է աշխատանք։ Ուրիշ կերպ չես կարող համարել նվիրում, որովհետեւ երբ մենք ասում ենք մարդը նվիրված է իր մասնագիտությանը, այդ մենակ մի կերպ է երևում, երբ դու տեսնում ես այդ մարդու աշխատասիրությունը իր մասնագիտության վրա։ Այնպես որ անհնար է, որ մարդիկ չունենան հաղթանակներ, երբ սիրում են իրենց ու իրենց արած գործը, հարգում են հատկապես այն գործը, որ իրենք անում են։ Ես այսքան երկար-բարակ խոսեցի, որովհետև գոնե թե այսօր ժամանակ ունենք, Դավիթը չկա, որ երկար-բարակ ասում շատախոսենք, ժամանակ ունենք անդրադառնալու Օսկար մրցանակաբաշխությանը, տեսնենք մեր լրագրողը ինչ առանձնահատուկ աչքով է անդրադարձել այս մեծ օրվան, որին հետևում է ամբողջ աշխարհը։ Ամեն ինչ պատրաստ է խոհանոցի տաղավարում, սիրելի հեռուստադիտողներ, շատ գեղեցիկ սունկիկներ ենք ստացել մսից եւ բլղուրից պատրաստված։ Տես հիշում եմ ինչ որ բաներ, որ ասել ես, դեռ չեմ մոռացել, ես կփորձեմ, այն եւս մեկ անգամ կհուշի ինչ է արել։ Հիմա տեսնեմ, եթե շատ դժվար է պատրաստման եղանակը, չեմ անի։ Եթե պարզվի հեշտ է, կարելի է փորձել, որովհետև մատուցման համար էլ շատ սիրուն է։ Շատ հեշտ է պատրաստման եղանակը։ Ինչ լավ է, որ Դավիթը չկա, այս ամբողջը կմնա ինձ։ Շատ հեշտ է պատրաստման եղանակը, ուրեմն ներկայացնեմ հարգելի հեռուստադիտող, ինչպես ենք պատրաստել կրկնակի աղացած միսը, խառնում ենք բլղուրի հետ, նախապես բլղուրը պետք է մի փոքր թրջել, լավ շաղախել համեմունքների հետ, իհարկե ավելացնել նաև աղացած սոխ, ջրիկ զանգված իմաստն է խոսքը, եւ շաղախել ամբողջովին, վերջում ավելացնել իհարկե այս դեպքում նաև միսը։ Ամբողջովին շաղախում ենք, ստանում ենք միասեռ զանգված, գնդեր ենք պատրաստում փոսիկով եւ տեղադրում ենք ջեռեփուկի մեջ, որտեղ որ պատրաստվում է, վերջում երբ որ արդեն կլինի պատրաստ տարբերակում, կենտրոնում ավելացնում ենք կարակ եւ տեսնում եք արդեն կարակը կադրով
ինձ թվում է տեսանելի է, ու այնտեղ կարագի զանգվածը ներծծում է ամբողջովին իր մեջ։ Ես ուղղակի ուզում եի լավաշ տանել այստեղից ու չստացվեց։ Կարող ես տանել, հիմքին փռված են լավաշներ, որը իհարկե սոխառածով ենք թրջել, այսպես կարող եմ ներկայացնել, սոխի եւ իհարկե պղպեղի համադրությամբ, ուտում են իրեն քամած մածունով եւ իհարկե կիտրոնի հյութ մզելով իր վրա։ Դա շուտ ասա։ Ես գտալ տամ։ Ես չհասցրեցի կիտրոնը քամած մածունի համար։ Բայց իրականում շատ համեղ է, սիրելիներս։ Հիմա քանի որ անձնակազմը կգա եւ շատ արագ կխժռի մեր մսիկները։ Ես շատ կուտեմ, որ հասցնեմ, բայց համը շատ համեղ է եւ սննդարար է երեկոյան որպես ընթրիք։ Ես կարծում եմ հիանալի տարբերակ է սիրելի հեռուստադիտողներ։ Արժե փորձել։ Բահ է։ Անուշ լինի։ Հիշեցնեմ, որ պատրաստել էի։ Ստացվի թե չէ, բայց կստացվի, շատ հեշտ տարբերակ է, այո։ Հիշեցնեմ, որ պատրաստել ենք Կիլիկիայի խոհանոցից օրուխ, ուրեմն կոտլետներ։ Օրուխ։ Այո։ Ես իհարկե ասում եմ, որ պարտադիր հետը կարելի է ինչ-որ համադրություն անել, օրինակ ինչու ոչ։ Բրնձով պլավ, կամ կարտոֆիլ։ Գյուղական սարքված այս ջեռոցում կարտոֆիլ, որ կարելի է շատ լավ համադրել եւ վստահեցնում եմ, չգիտեմ, ասում եմ, նրանք ովքեր ինպես անցած վախենում են, որ չգիրանան, այս դեպքում ինչ ասեմ, մի հատը կերեք, սիրելի հեռուստադիտողներ, բայց մի զլացեք, պատրաստեք։ Վահեն, շնորհակալություն, իհարկե սիրելի հեռուստադիտողներ, անցնելով առաջ, ես կարծում եմ իրականում շատ կարևոր բովանդակություն ունեցող առավոտյան ծրագիր ստացվեց եւ պարբերաբար ինձ թույլ եմ տալիս շատ գոհ լինել դրանից, որովհետեւ անկախ ամեն ինչից ես կարծում եմ զավեշտը եւ թեթևությունը, ինչպես շատ այսօր արդի է, հա, ասել այդ բառը, արկա է մեր իրականության մեջ։ Ես համարում եմ, որ կարող եմ հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի դրանից բացի տալ մի քիչ ուրիշ իրողություն, ուրիշ բովանդակություն եւ ամեն ինչ անում եմ դրա համար, որպեսզի մենք մեր առավոտյան հատվածում հատկապես երբ շատ հոգսերով ծանրաբեռնված չենք, հասցնենք լսել կարևորի մասին, բովանդակություն ունեցող մարդկանց մասին եւ տալ մեզ հնարավորություն աճելու մտքով, հոգով ու մեր անելիքներով։ Ու ես ավելի քան վստահ եմ, որ եւս առիթ ունեմ կրկնելու 100-ից մեկն էլ կարողանա դա ընդունել, գնահատել, ընկալել, ես կհամարեմ, որ իմ արած գործը ստացված է։ Շնորհակալ ենք, որ Կենտրոնի առավոտի հետ էիք, որ նախընտրում եք Կենտրոնի առավոտին, ես ձեր գրառումները կարդում եմ, նկատի եմ ունենում, բոլոր են գեղեցիկ խոսքերը, որ ասվում է, հավատացնում եմ ձեզ դա մեզ պատիվ է, որ մեր քաղաքացիները հասկանում են, թե մենք ինչ ենք անում, եւ իհարկե ամեն ինչ կանենք, որպեսզի մեր առավոտը միշտ լինի իր ասելիքով ու բովանդակությամբ տարբերվող։ Ձեզ լավ օր ենք մաղթում, հաջորդիվ կունենանք հետաքրքիր տեսանյութ բալետի մասին, նրանք ովքեր իհարկե սիրում են եւ ուզում են իրենց համար ինչ-որ բաներ էլ բացահայտել, տեսանյութը կարող է շատ հետաքրքիր լինել։ Իսկ մենք կհանդիպենք վաղը։ Ցտեսություն։